Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։ Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի և Թուրքիայի տարածքով նաև Եվրոպական միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում TRIP նախագծի իրագործման արդյունքում։ Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արսեն Արշակյանը գրում է. Բարի լույս հայ և Հայաստանի Հանրապետություն, օրը սկսենք հերթական հրաշալի լուրերով։ Անփոփոխ ընտրություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության դիմումը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Սպասենք կալանքին։ ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները կծառայեն նաև Սյունիքում։ Հայաստանում խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում։ Շնորհավորում եմ բոլորիս, սա հերթական շատ կարևոր քայլն էր և վստահ եմ շարունակական բնույթ կկրի։ Հարգելի հայրենակիցներ, Թալանի վերադարձը շարունակվում է։ Դա մի քայլանի գործընթաց չէ, այլ շարունակական։ Մենք թալանչիների դեմ միշտ ենք պայքարել, ոչ մի բան էլ ուշացած չէ, դա սխալ կարծիք է։ Բոլոր թալանչիները չեն կարող միանգամից պատժվել։ Սովետը չի։ Ամեն մեկը իր քրեական գործն ունի։ Իրավական գործընթացները ժամանակատար են, հարգելիներս, և եկեք չարժեզրկենք բարդ գործընթացները, այլ շնորհակալություն հայտնենք պատկան մարմիններին։ Կարևորը գործընթացները վաղուց սկսվել են և դա գիտակցում են թալանչիները։ Նրանք չեն կարող ընդդիմանալ պետությանը, հակառակ դեպքում էլ ավելի անհարմար իրավիճակում կհայտնվեն։ Քարոզարշավը շարունակվում է շատ բարձր տրամադրությամբ, համեմատել էլ չի լինի մեր և մնացածի քարոզարշավները։ Բրավո մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանը, բրավո պստոներին, ովքեր այդ տարիքից տեր են պետությանը։ Այդ տարիքում գիտակցաբար տեր լինելով երկրին դա իրոք ողջունելի և հպարտանալու առիթ է։ Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները, երեկ հայտարարեց մեր վարչապետը։ Վարչապետ ջան, այդ էմոցիաները հաստատ ձեր մարդ տեսակից է գալիս։ Ամեն մի կուսակցության առաջնորդին չէ, որ ազգը սիրում, հարգում, վստահում և անվերապահ աջակցում է։ Պարոն Փաշինյանը հատուկ ուժ հասկացողների համար հայտարարեց, որ ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու, ինչպես նաև պատմական Հայաստանի վերադարձ չի լինելու։ Շատ եմ հարգում, գնահատում վարչապետի անկեղծությունը։ Հանուն մի քվեի անիրատեսական խոստումներ չի տալիս։ Անդրադառնալով լրտեսների թեմային վարչապետն ասաց. մենք հիմա էլ լրտեսության գործեր ունենք, չենք բռնում, որ ցանցերը բացահայտվեն։ Այո, ինչպես Թալանի, այնպես էլ պետական դավաճանների հարցում դատաիրավական համակարգը պիտի հատիկ առ հատիկ բացահայտի և դատապարտի դրանց, ամեն մեկին արժանացնելով իրեն հասանելի պատժին։ Այստեղ պիտի նաև մեր հասարակությունը գիտակցի և հետևություն անի, որ բարդ գործընթացներ են և փորձի իր հույզերը կառավարել, որովհետև երկիրը ցանկություններով չեն կառավարում, այլ հստակ օրենքներով։ Հետգրություն։ Խոսքս ամփոփեմ Նիկոլ Խաղաղաբերի հետևյալ տողերով. Իշխանությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին իշխանությանը։ Համոզված եմ, որ դա կարտահայտվի նաև ընտրություններում։ Հայաստանում ցավոք նույնիսկ Լեռնային Ղարաբաղի անեքսիայից և հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ոչ ոք խնդրի նախապատմությանը չի անդրադառնում։ Ավագ սերնդի մարդիկ կհիշեն, իսկ եթե մոռացել են, հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին միավորելու մեր պահանջին Ադրբեջանը 1988-ին հակադարձել է Հայաստանում ապրող ադրբեջանցիների ինքնավարության իրավունքով, իսկ հաջորդ տարի ստեղծված ժողովրդավարական ճակատ շարժումը առաջադրել է «Եթե Հայաստանում ադրբեջանցի չի ապրում, Ադրբեջանում էլ հայ չպետք է ապրի» կարգախոսը։ ԽՍՀՄ փլուզման նախօրեին, կոնկրետ 1991 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է երկու որոշում՝ լղիմը լուծարելու և Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգությունը ապահովելու միջոցառումների մասին։ Երկրորդը գաղտնի իրավական ակտ է և առ այսօր հրապարակված չէ։
Հայտնի է, որ միջոցառումների կատարումը վերապահվել է Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններին։ Ըստ էության դա ԼՂ հայ բնակչությունը պետական հոգացությունից զրկելու եւ նրան բռնատեղահանելու մասին որոշում է։ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարն այդպիսով ոչ թե լուծում էր Աղդամի նկատմամբ Հայաստանի իրավունքի, այլ նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններում հայ բնակչության համահավաք ապրելու եւ քաղաքական կարգավիճակի իրավունքի հարցը։ Հայաստանը կարող էր բանակցությունների երկարուձիգ ընթացքում պահանջել, որ Ադրբեջանը չեղյալ ճանաչի ԼՂԻՄ-ը լուծարելու եւ հայ բնակչությունը բռնատեղահանելու մասին որոշումները։ Ոչ միայն կարող էր, այլև պարտավոր էր ԼՂ շուրջ տարածքների վերադարձը ուղղակի պայմանավորել այդ իրավական ակտերը առ ոչինչ ճանաչվելու անհրաժեշտությամբ, բայց չի արել։ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությունը բռնատեղահանելու համար էր, եւ երբ 2022-23 թվականներին գիտակ մարդիկ ասում էին, որ կարմիր գիծը հայ բնակչության բռնագաղթի բացառումն է, Ստեփանակերտի պսևդոէլիտան եւ Հայաստանի ներկայիս ընդդիմությունը նրանց թրքաբարո էր անվանում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի իշխանական падգամավոր Ռասիմ Մուսաբեկովը պարզաբանել է Նիկոլ Փաշինյանի հավաստիացումը, որ իր իշխանության օրոք 300,000 ադրբեջանցի Հայաստան չի վերադառնա։ Ադրբեջանցի խորհրդարանականը փաստացի կրկնել է Ժող ճակատի 1989 թվականի կարգախոսը։ Մենք սկզբունքորեն հարցը դնում ենք այնպես, որ Ղարաբաղ հայերի վերադարձը կապված է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հետ։ Ահա թե ինչ է արժենում Արցախը չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում որոշումը, որ Ստեփանակերտում կայացվել է 2022 թվականի ապրիլի 14-ին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի առաջարկության ԼՂ կարգավիճակի հարցում նշած զոհ իջեցնել, հասնել միջազգային կոնսենսուսի եւ ապահովել հայ բնակչության անվտանգությունը եւ իրավունքները։ Կարող է պարադոքսալ հնչել, բայց Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության ելքը Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մուտքն է եւ պետք չէ խեղաթյուրել Նիկոլ Փաշինյանի միտքը, երբ նա ասում է՝ մեր իշխանության օրոք ադրբեջանցիները Հայաստան չեն վերադառնալու, հասկացնում է, որ ինքը ՔՊ կուսակցությունը ընտրություններում հաղթելու դեպքում իր ձևավորած կառավարությունը Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի հարց չի բարձրացնելու։